ասեք, վա։ What է ելորի։ Այսինքն։ Բարև։ Հիմա մեն Մերիլին է։ Ես զբաղվում եմ գիտությամբ, եւ սիրում եմ ճանապարհորդել։ Այլ գնանք ման գալ։ Եվ ես գտնվում եմ Շանհայում։ Քեզ տանեմ այսօր ման գալու Շանհայ։ Իսկ հիմա ասեք, վայ, դες ինչ տեսարան է։ Ուրեմն ասեմ, այս մեկը իրանց հերոստա ոնց էր։ Հերոստատեսային աշտարակն է։ Այս մեկը եղել է մի ժամանակ աշխարհի ամենաբարձր շենքը։ Այս մեկը, այս բացիչի նման, հանրաճանաչ բացիչի նման շենքն է։ Այս բոլոր տեղերը, այս 3 շենքերում բարձրահարներում, հա, աշտարակում, հերոստաշտարակում, այս ամենաբարձր շենքում եւ այդ բացիչում նայելու ոնց է։ Ну, կարելի է վերևից նայել, հա, ներքև։ Գնանք ավելի մոտ, այստեղ պետք է գետ լինի։ Գնանք գետի մոտից նայենք։ Երգ են նկարահանում։ Բերանը բացում փակում այդ երևի։ Իր ձայնը կդնեն։ Սա Վատան պրոմենադն է, գետի ափը զբոսնելու տեղը։ Տեսարժան վայրերից մեկն է, Շանհայ քաղաքի։ Ուրեմն տեսեք մի հատ, այս գեղեցկությունը, որ այստեղ բուսնել է, բիզնես թաղամասն է, գետից են կողմ։ Ուրեմն 20 տարի առաջ այստեղ, որտեղ որ այս բոլոր հանրաճանաչ երկնաքերներն են կանգնած, հա, այստեղ ոչինչ չի եղել։ Եղել են խալխուլ տներ ու ճահիճներ, ինտերնետում շատ նկարներ կա, կարող եք տեսնել։ Մի հատ տեսեք ինչ է աճել 20 տարվա ընթացքում։ Երանի Հայաստանը սենց ծաղկիր։ Ուրեմն այս հերոստատեսային աշտարակը որ կա, տեսեք, երկու այս գնդիկները նման են մարգարիտների։ Դրա համար սա կոչվում է մարգարիտե աշտարակ, Pearl Tower։ Ну, մարգարիտը գիտեք, հա, որ Չինաստանում տոննաներով, հարյուրավոր տոննաներով արտադրում են։ Դրա համար այս մարգարիտները պետք է լինեն։ Այս արդեն ասեցի, մի ժամանակ աշխարհի ամենաբարձր շենքն է եղել, այս էլ հանրահայտ բացիչն է։ Այստեղ սպուսանավեր կան, գնում եմ այդ կողմը, ուզում փորձեմ նստեմ նավ, տեսեմ ոնց կհաջողվի։ Այս են երկող տղան է։ Կլիպ են նկարում երևի։ Մազալու տղա է։ Չգիտեմ, կապրեի այստեղ թե չէ։ Հետաքրքիր է այստեղ ապրելը ոնց է, հեշտ է, դժվար է, ոնց է։ Բայց բոլորից շատ կուզեի ապրեի Հայաստանում։ Տես ինչ կամիջ եմ տեսել,
Տենց։ Այսքան կարմիր դրոշ վերջի անգամ երբ էի տեսել։ Այդպես։ Կարմիր դրոշները շատ հետաքրքիր է։ Ռուսաստանի դրոշն էլ անպակաս է։ Չգիտեմ ինչ է իրանց ներկայացությունը, ինչ է դեսպանատունը, ինչ չգիտեմ։ Սիրուի պատմում է ինչ է։ Բայց ես չեմ հասկանում։ Ես գնում եմ այս կամրջի վրայով անցնեմ։ Մի հատ էլ ուշագնաց լինեմ բարձրությունից։ Այս ստելան էլ շատ հետաքրքիր է։ Ինչ է մարմնավորում է ստելան, այսքան բարձր։ Իրանց երկնաքերների չափ ստելա է։ Ես կամուրջ տանցա, անցնում եմ կամուրջը, եզրեն կպած, այսինց։ Բոլորը որ գալիս են Բաթան գետյանք, բոլորը մոռանում են հակառակ կողմը նայեն, բայց չէ որ այստեղ էլ շատ հետաքրքիր բաներ կան։ Համարվում է, որ Շանհայի ճարտարապետությունը ամենաեվրոպականն է։ Այս Ռուսաստանի դրոշն է վրան, ու իրանց մեծ սպուտնիկը վրան։ Սա երևի ցարական ժամանակներից է մնացել իրանց, որտեղ պատմությունը ասում է, որ իրանք էլ են ինչ որտեղ գրավել Չինաստանի մի մաս, ինչ որ թելադրություններ արել Չինաստանին։ Դե սրանք արդեն նոր շենքեր են այս կողմինը, իսկ սա արդեն հին շենք է։ Օհա, չինական ավանդական ճարտարապետությունից շատ հեռու է։ Այսինքն եվրոպացիները վատ ազդեցություն են ունեցել ամբողջ աշխարհի վրա։ Հենց տենց։ Այսինքն մի հատ նայեք, սրանք ոնց են պատասպարվել փշալարերով, չի հասկանում ինչ է, Ռուսաստանի դրոշն է, ու փշալարա, ու շատ բարձր պարիսպ։ Ուրիշ տեսանկյուն, նստել եմ հանգստանալու և ուրիշ տեսանկյունից եմ նկարագրում այն գործնական թաղամասը։ Ոնց որ ասեցի, այս թաղամասը կառուցվել է մի 20 տարի առաջ, այսինքն սկսվել է կառուցել 20 տարի առաջ, 20 տարի այն կողմ եղել է նու ճահիճներ, փոքր գյուղակներ, շատ տխուր իրավիճակ։ Իսկ հիմա աճել են այսինքն շենքեր են աճել, այսինքն գործնական կենտրոն է աճել ու իր հետ բերել է ճարտարապետական գլուխ գործոցներ։ Այս շենքերը, որ արդեն ցույց եմ տվել, հա, այս աշտարակը,
Այս ամենաբարձր շենքը եւ այն բացիչը համարվում են ճարտարապետական գլուխգործոցներ։ Իհարկե այստեղ չկա այնքան գլուխգործոցներ ճարտարապետական, ինչքան որ կա Դուբայում։ Այսա Դուբայի նման է։ Այս մեկը։ Դուբայում էլ կա այս տեսակ շենք։ Այնտեղի նման է։ Ու այնտեղ ոնց որ ավելի շատ նո Էմիրատներում կարծես զորոց են կպնում, հա, ով ավելի բարձր, ով ավելի թանկ, ով ավելի լավ, ով ավելի շքեղ, ինչ որ բաներ կկառուցի։ Չինացիները այդ բնորոշությունը չունեն, հա, որ իրանց հետ ինչ որ մեկի հետ մրցեն, ինչ որ ավելի, սրանից ավելի, նրանից ավելի, այդ տեսակ բան չունեն, բայց իրանք ավելի համեստ ազգ են, բայց ավելի խելացի ազգ են ու շատ համեստ են ու այստեղ ինչքան ուզում ես հարուստ եղել, հարստությունը ցույց տալը նո շատ վատ բան է։ Ինչքան էլ ուզում են հարուստ լինեն իրանք, երբեք ցույց չեն տալիս։ Որոշ ազգերի նման չեն վազում, ավելի մեծ մեքենա ունենան, ավելի շքեղ չգիտես ինչեր ունենան, եթե նույնիսկ փող չունես, պետք է ինչ-որ շքեղ կյանք վարես։ Սրանց մեջ, չինացիների մեջ 100-ից ավելի միլիարդատեր կա։ Մի հատ մտածեք, 100-ից ավելի միլիարդատեր կա, բայց բոլորը ապրում են շատ համեստ։ Մի հատ էլ ճարտարապետական գլուխգործոց, որ պահվել էր այս մյուսների ետևում։ Այս մեկը, այս մի շենքը շատ ավելի նման է իրանց Պագադաներին։ Այստեղ ավելի շատ ոճ կա, ավելի չինական շունչ կա, քան թե այն կողքի են բացիչի մեջ։ Սա ավելի է դուր գալիս։ Այս նավահանգիստը, որ ուզում եմ գնամ նավ նստեմ, հա, այնքան մոտիկ էր թվում։ Հիմա գնում եմ ու չեմ հասնում։ Այսինքն ես էլի թերագնահատեցի սրանց մասշտաբները, հա, սրանց մեծությունը։ Վայ, մի հատ էլ կամուրջ պետք է անցնեմ։ Վայ։ Բայց զատո ձեզ այդքան բան ցույց տվեցի, ու այդքան բան պատմեցի։ Այ մի հատ տեսեք այս քաղաքը։ Այսրանք ավելի հին երկնաքերներ են, եթե կարելի է այդպես անվանել։ Այնուամենայնիվ, որ հարգից հետո է շենքը կոչվում երկնաքեր։ Այսրանք կարելի է համարել երկնաքեր։ Մի հատ գրեք կոմենտներում։ Սրանք հաստատ երկնաքերներ են։ Իսկ սրանք։ Մի հատ թիթիզ աղջիկ ցույց տամ ձեզ։ Այնտեղ նկարվեց, հիմա էլ եկել է այստեղ է նկարվում։ Ոնց որ հատուկ եկել է նկարվելու համար։ Այսպես դրել է, մի կամերան դրել է նկարվում։ Երևի բլոգեր է։ Սանրվածքով։ Այս ռուսի նման է։ Մենակ նրանք սենց մակարով են անում։ Արդեն շատ երկար ճանապարհ է կա։ Իսկ այդ նավահանգիստը չի գտնվում։ Բայց ես զատո այդքան շատ հետաքրքիր բաներ ցույց տվեցի ու պատմեցի։ Ու շատ մասն էլ չի նկարվել։ Որոշ բաներ պատմել եմ, նայեցին որ չի նկարվել։ Եթե հիմա տոմսել չկարողանամ գտնել, որ այդ նավը նստեմ, ես խելագարեմ արդեն վերջնականապես։ Առանց դել ես ձեր հետ խոսելով գնում եմ, հետո մոռանում եմ, որ ձեռքից հեռախոս չկա, սկսում եմ ինքն իրան խոսել։ Չգիտեմ, ծերանալուց թե գժվել եմ, թե ինչ եմ եղել։
Մարդիկ հերթ են կանգնել, որ նկարվեն այս գնդիկի մոտ։ Հայլապատ, ոնց ասեմ, չգիտեմ։ Դեմ երեսը հայլի է։ Այսպես հերթով գնում նկարվում են։ Երևի հետաքրքիր է։ Այս կողմն էլ բաց է։ Հələ տես։ Բա, լիֆտ է։ Տեսնում եք։ Հետաքրքիր է։ Ոայ, վերջապես հասա նավահանգստին։ Հիմա այլ ուրիշ տեսանկյունից դες ցույց տամ այս քաղաքը։ Գիտեք որտեղ ենք, ճանաչում եք։ Այ այստեղ ենք։ Այ այստեղից ոտքով եմ եկել։ Քանի կիլոմետր է։ Գիտեք քանի կիլոմետր եմ եկել։ Վերջ։ Պետք է հանգստանալ։ Նավ նստեմ ու հանգստանամ։ Վերջ։ Օֆ։ Այս լայները cruise line է։ Հետարքիրա ուր է գնում, ուր կարելի է գնալ այս լայներով։ Այ լիֆտել կա մեջը, 4 հարգանի շենք ոնց որ լինի։ Կուզեի մի անգամ էլ այս տեսակ նավով cruise գնայի։ Այն մեկն էլ է լավը, բայց այս մեկը կոչվում է Century Legend։ Ուր եմ գնում, հետաքրքիր է։ Այս անգամ պլանավորած է ճանապարհորդությունը։ Ինչ կասեք, եթե մյուս անգամ էլ ձեզ տանեմ ման գալու։ Այս հենց տես բանով, նավով։ Այս կողմը։ Այս տաղիքներին ինձ բուրմունք ունեն, ինձ հոտ ունեն։ Լսում եք, ցիտիկների ծլվլոցը։ 37 միլիոնանոց քաղաք է, ցիտիկների հետ միասին երևի։ Ինչ սիրուն ծլվալում են։ Դες սիրուն խնամված քաղաք է։ Հիմա ես քաղաքագրթված տեղերով եմ գնում։ Ես չգիտեմ, հնարավոր է մնացել են անքաղաքակիրթ վայրեր Շանհայում։ Բայց ինչ որ ես տեսնում եմ, ինձ շատ դուր է գալիս։ Այսինքն սոցիալիզմը կարող է այս տեսակի լինի, հա։ Մի ժամանակ Գորբաչովն ասում էր սոցիալիզմ с человеческим лицом։ Այս է с человеческим лицом։ Իսկ այն ինչ որ մենք ունեցել ենք, այն մարդկային դեմք չի ունեցել։ Կիլոմետրերն է գրած 2.5 կիլոմետր մինչև բանտ, 2.3 մինչև Vermont-Pace Hotel, 2 կիլոմետր մինչև Oriental Bird Tower, 1.6 կիլոմետր Garden Bridge Shanghai, 910 մետր Band International Cruise Terminal, 670 մետր Shanghai Mongolia Plaza։ Շատ լավ տեղ է, բայց ուտելիք չունեն։ Գնում եմ ուրիշ տեղ։ Ցիտիկները ծլվալում են, լսում եք։ Ձեր կարծիքով ես անտառում եմ։ Ոչ, ես անտառում չեմ, ես Շանհայի կենտրոնում եմ։ Եվ սա երկնաքերների արանքումը, այս ցիտիկները եւ այս այգին։ Այ։ Լավ տեղ է։ Իմ հերթական հրեշտակները, էլի 2 հոգի։ Իմ հրեշտակները իմ հետ են։
Գտա նավահանգիստը, ես մենակ գլուխ չէի հանի, շատ ոլոր տեղ է, այս երկու կինը իրանք ինձ բերեցին այստեղ, այստեղ մուտքն է։ Ուրեմն, այս երկու աղջիկները, կասեմ աղջիկներ, այնտեղ օգնեցին, Ալիփեյովը չման դուրս չեկավ, ասեց 2 յուան է, 2 յուան փողով թղթադրամով տվեցի, ու ասեց անցի, անցա։ Հիմա գնում ենք նստենք նավ, հենց որ նավ նստելու համար, իրանք անգլերեն չեն խոսում, այս աղջիկները եթե գնացել էին, ես չգիտեմ ոնց պետք է անեի, այդ փառք Աստծո այս աղջիկները հանդիպեցին, երևի պետք է բարձրանալ վերև, go upstairs. Where? That door? Esa. Baxın. Böyle borçlanal böyle. Borçlanal. What direction is going to move? This direction? Ah? Yeah? Yes, this direction. You can see Yes. Այս կողմից է գնալու ենք, այսինչ մի հատ էլ նայեք այս տեսարանը, այս ավելի մոտիկից ամենտեղ պետք է երևաց այս շենքերը ավելի մոտիկից Իմ նոր ընկերուհիներն են, բացրեց, որ իմ կոլեգաներն են։ Այս մեկը անգլերենի դասատու է, այն մյուսը ռուսերենի դասատու է։ Say hello. Վիչատում ընկերություն ենք անում, ընկերացել ենք։ Բա այսենց, իրանք ինձ օգնեցին և հատեցինք ուրեմն գետը, հիմա էլ գնում ենք հակառակ կողմ։ Sharp left. Sharp left. 要是不在意好玩的，就是带着玩的话，无所谓了，是吧？你在市场里面，我觉得上千的、几千块钱的，我觉得应当就不错了。但是你要说在商场里面，你要是弄个3000、几千买到的，那东西就不能要。哎呀，今年东西嘛，越做越长，越大。In 600 meters, sharp left. Շատ երկար թունել է, չգիտեմ ինչ թունել է, բայց արդեն ահագին երկար ժամանակ անցնում ենք, ու դեռ ծայրը չի երևում։ Հետո քարտեզի վրա կնայեմ, ես ինչ թունել էր։ Վերջապես թունելի մեջից դուրս եկանք, ու պարզվում է, որ դուրսը դեռ արև է։ Ժամը 5:00 է, 6-ին մոտ։ Այս ինչ հետաքրքիր թաղամաս ենք դուրս եկել։ Այստեղի շենքերը լրիվ ուրիշ են։ Ուրեմն մենք անցանք մի թաղամասով, որտեղ որ այսինքն լուծկու տուփի նման նեղ ու բոյով ու լայն շենքեր էին կանգնած։ Իսկ այս շենքերը ոնց որ ավելի հարմարավետ են երևում։ Մի հատ էլ անցում ենք անցնում, այդպես։ Այս էլ երկար տեղ է։ Այս էլ վերգետնյա թունել է։ Այստեղ հին քաղաքը, ճարտարապետությունը շատ եվրոպական է։ Հələ մի հատ տես այս հին քաղաքը։ Այս Ֆրանսիայի նման է։
էլի պատմությունից կախված, այստեղ այդ որ Ֆրանսիայի նման է ճարտարապետությունը, էլի իր պատմությունը ունի, որովհետև Ֆրանսիան էլ զավթել է, Չինաստանը, կարծեմ այս կողմը մի քիչ ներքև է զավթել, բայց դե այստեղ էլ են եղել։ Եկել ենք ցածրահասակ Շանհայ։ Այստեղի շենքերը 4-5 հարկանի շենքեր են, բայց շատ հարմարավետ են երևում։ Սրանք ավելի լավն են, քան թե այն բարձրահասակ երկնաքերները։ 咱们就在附近转转吧。要是去哪儿，咱们就坐地铁的，看那边地铁。行，咱就别在这个，咱们骑着车呢，骑3公里，3公里。 Այս իմ նոր ընկերուհիներն են բլբլում։ Իրանք, չեմ կարող ասել այդ բանի քաղաքի անունը, որ քաղաքից են, համալսարանում դաս են տալիս, մեկը ռուսացի լեզվի դասատու է, մյուսը անգլերենի դասատու է համալսարանի։ Եկել են ինչ-որ կուրսերի, մանկավարժական կուրսերի են եկել, թե, չգիտեմ ինչ-որ հավաք է։ Այդպես էսենց թաղամասից թաղամաս շրջելով կարելի է պատմության ծանոթանալ։ Այստեղ շատ հետաքրքիր է, սև շենքեր են ու փշալար։ Բարձր Պարիս ու փշալար։ Այս վերևում այդ փշալարերը Պարիսպի վերևում։ Այստեղ էլ շատ բարձր Պարիսպներ է։ Միգուցե այդ վաղոցվա ժամանակից է մնացել, այստեղ ինչ-որ հակ տարած կա, երևի այն ժամանակվային, որ ես ասում էի հանցագործությամբ լի, այս Պարիսպն էլ է բոյով հանցագործություններով լի քաղաք է եղել, երևի այդ ժամանակներից է մնացել կամ ինչ-որ հատուկ թաղամաս է, հատուկ մարդկանց համար, մի հատ ինչ բարձր Պարիսպ է, կլինի մի 5 մետր, private resort, հեսա, Sandalwood, private resort, լավ, այստեղ էր գրած, բայց այն կողմն էլ է Պարիսպ, նույն Պարիսպից։ Այստեղ էլ էլեկտրական լար է գնում բանի վերևից երևում է, Պարիսպի վերևից գնում է էլեկտրական լար, լարեր, 4-5 հատ բարակ լար է։ Միշտ էլ եղել է տենց, սոցիալիզմը միշտ զատել է մարդկանց, ավելի շատ, քան թե կապիտալիզմը։ Տես մասնավոր շենքեր, մասնավոր թաղամասեր ընտրյալների համար ու ոչ ընտրյալների համար մնացած քաղաքը։ Տենց եղել է, երբ որ այն լավ սոցիալիստական ժամանակներն է եղել։ Հիմա ինձ թվում է հիմա այդ կարգի չի, այս Պարիսպի հետևը մասնավոր մի քանի հարգանի տներ են երևում։ Տենց է, պարտիական էլիտան, ոնց որ եղել է մեր մոտ սովետական միությունում։ Հենց։ Ուրեմն, եկել են մարգարիտների ամենամեծ շուկան ու ինձ ծննդյանիս օրվա համար ուզում եմ նվեր առնեմ, ինքս ինձ։ Այստեղ չեմ նկարելու։ Արդեն ժամը 7-ն է և ես ընտրել եմ նվեր ինձ համար։ Այս աղջիկը սարքում է, մի քիչ բանաձև է փոխում։ Ես ունեմ լրիվ կոմպլեկտ։ Your name is Alice, yeah? Yes. All right. You can move. This is video. Okay. Yeah. And this is Alice. Hi. Ռեստորանում եմ։ Էլի մենակ։ Մարդ չկա։
հետաքրքիր է, որ գնում եմ մենակ եմ։ Այսօրվա իմ պատվերն է, սա օցածուկա եւ շրիմփ, հայերեն ոնց է չգիտեմ։ Գրեք, եթե գիտեք։ Եվ նարինջի հյութ, հեսա մի բան էլ եմ պետք է բերեն։ Մեկ էլ ես իմ սիրած ասպարագուսն է, հայերեն սպանախ երևի։ Ոնց է շատ եմ սիրում։ Տեսնենք չինական ասպարագուսի ինչ համի է։ Մի հատ գրեք էլի ասպարագուս հայերեն ոնց է։ Այս օցածուկա հաստատ ու շրիմփն էլ մի հատ հայերեն գրեք, թե ոնց է։ Այսօրվա ընթրիկը։ Այսօր մայիսի 23-ն է 2024 թվի։ Այսօրվա օրը վերջանում է լիա լուսինով։ Նո կամերան իհարկե չի արտացոլում լուսնի գեղեցկությունը։ Իսկ ես եմ։ Բարի գիշեր։